Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեյքի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագիծը։ Պարզվում է, որ ամեն անգամ Ադրբեջանից Հայաստան ղազախական ցորեն կամ ադրբեջանական բենզին ներմուծելուց հետո ամեն խմբականակի հետ պետք է հանրային հեռուստաընկերություն գա էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Դե իր գալն էլ նշանակում է մշակում այս նախագծի շրջանակներում։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը եւ վայելեք ֆիկտիվ նախարարի իրական մշակումը։ Արա Պետրոս, դու ես մարդուն սարքել ես լրիվ ղազախական ցորեն կամ ադրբեջանական բենզին։ Հիմա ամեն խմբականակի հետ պիտի սրան պերես գցես դե։ Այս մարդը արդեն էլ ոչ էկոնոմիկայով է զբաղվում, ոչ ուրիշ հարցերով է զբաղվում։ Այն ժամանակ ֆիկտիվ հանրապետական էր, հիմա էլ դառել է ֆիկտիվ հոգևորական։ Կիրակի չկա, որ էսի Նիկոլ Փաշինյանի հետ մի հատ եկեղեցի չգնա, չմասնակցի այդ իրանց մահվան խոսք աղանդի հավաքներին։ Գևորգ ջան, որ քեզ գործից հանեն, դու գիտես ուր գետաս, գետաս Արագածոտնի մարզում, Արուճ գյուղում, ընդ մի հատ խոնարհված եկեղեցի կա։ Գետաս ընդ կլես ճգնավոր։ Լորիս ճգնավորյանին էլ հետդ կտանես, ինքը ընդ երես վերջերս։ Թո ինքը նվագի, դու էլ ճգնի։ Դու կլես Գևորգ ճգնավորը, ինքն է Լորիս ճգնավորյանը։ Եղավ։ Մեկ էլ արդ խաչակնքել է այդքան դժվար բան է, որ դու այդ երկու ամիսա տենց է չես կարող սովորես, արդ ցախ ձեռովս ես քաշում ես վերևը։ Աջ ձեռով է, երեխեքը մի հատ առաջին անգամից սովորում են։ Աջ ձեռքով մի հատ նորմալ խաչակնք, դե ցախ ձեռը հետևի ոտը ձերը մեստից տանում ընդեմ, դե չի այդ տղա։ Մի անգամ մի հատ նստի կոմպյուտերի դեմը, սո առանց գիտես որ սա նկարում են, չէ։ Դու մի անգամ գոնե դե երկու ամսի մեջ դիք սովորես, թե չէ։ Չնայած ճիշտ էլ անում ես, էլի խաչակնքվել։ Հեսա մեկը նամազ են ձեզի սովորացնելու։ Դու մի անգամից նամազը սովորի։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դուք գիտեք, որ Ադրբեջանից նոր նավթամթերքի պարտիա է գալիս, այս անգամ ոչ միայն պրեմիում բենզին է, այլև մենք ունենք դիզվառելիք, իսկ դիզվառելիքը մեզ համար եւ նրա գինը ստրատեգիական նշանակություն ունի, որովհետեւ այն շատ մեծ մարժա է կազմում գյուղատնտեսական ապրանքների մեջ։ Մենք այսօր կզրուցենք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, բարեկո պարոն Պապոյան, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Եկավ առաջին պարտիան, մեզ մոտ շատ էր մտահոգություն եւ քննադատությունը, որ սա միանգամյա կարող է ինչ-որ քաղաքական ակցիա լինի։ Հիմա գալիս է երկրորդը։ Մենք կարող ենք եւ ծորենն է գալիս։ Մենք կարող ենք խոսել, որ արդեն գործընթաց կա, սա ոչ թե մեկ անգամյա։ Կարող ենք համարել, որ սա արդեն մշտական process է եւ այո, շուտով կլինի Հայաստանում դիզելային վառելիք, որը էլի եթե նայում ենք ընդհանուր շուկայում գնանկում կա եւ դիզելային վառելիքի շուկայում էլ է լինելու գնանկումը, ես կասեմ նաեւ պատճառը շուտով այս անգամ գալիս է ոչ միայն պրեմիում բենզին, այլ նաև պրեմիումի հետ նաև ռեգուլյար բենզին եւ սա ոչ թե 1200-1300 տոննա ինչպես նախորդ անգամ էր, այլ 6-7000 տոննայի շրջանակում ուրեմն բենզին, դիզվառելիք եւ բենզին եւ դիզվառելիք է գալու եւ մեր գնահատականներով այս եւ մյուս այլ հարակից փոփոխությունները, որը նաեւ սրա արդյունք է, բերելու է նրան, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում դեկտեմբեր ամսվա միջին գների նկատմամբ մինչեւ 80 դրամ 1 լիտրի համար գնանկում կունենա։ Ընդ որում արդեն իսկ ոչ այն ընկերությունները, որոնք ադրբեջանական բենզին են ներմուծում, մյուսները արդեն իսկ շուկայում տարբեր, եթե մեր դիտարկումներով 30-40 դրամ մինչև գնանկում կա դեկտեմբերի գների նկատմամբ, մրցակցությունը, որովհետև այո, նրանք իմ տեղեկություններով նրանք գնացել են ես մատակարարներին ասել են, որ շուկայում հայտնվել են ավելի էժան բենզին եւ մեզ պետք է
ավելի էժան գին տակ, հակառակ դեպքում շուկայի դուրս կմնան եւ մատակարարները ըստ էության ընդառաջ են գնացել եւ ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին ել ավելի կիչնի գները եւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության օգուտները իհարկե բազմաթիվ են, բայց տեսանելի օգուտներից մեկը այն է, որ մինչև 16.5 միլիարդ դրամ ամեն տարի մեր տնտեսությունը կստանա լրացուցիչ, այսինքն մենք քիչ կծախսենք այդքան։ Պետրոս, հասկացար, որ մեր բոլոր մտավախություններն էլ ճիշտ են, այսինքն ինչա տեղ ունեցել, Ադրբեջանը այդ քայլով փաստացի դեմպինգ է իրականացրել Հայաստանի շուկայում, այսինքն քաղաքական որոշումներով, տնտեսագիտորեն, տնտեսական հարաբերություններով, մրցակցային կանոններով չհիմնավորված ականայց ցածր գնով բենզին են բերել, որը վնասել է շուկայի մնացած մասնակիցներին, ինքն էլ ասում, որ հնարավոր է, որ իրանք շուկայից դուրս մնան, ու հիմա Ադրբեջանը հիմա է Հայաստանի մի քանի ընկերություններով այդ բենզինը, դիզվառելիքը բերում, քանակները ավելացնելուց հետո Հայաստանի բոլոր քաղաքներում Սոկարը ինքը իր բենզակալոնկը կհիմնի, Վրաստան եղել ես երևի, տեսած կլնես, Ադրբեջանի, Թուրքիայի դրոշներով Սոկարը բենզակալը Իրանք կվաճառեն իրաց բենզին ու դիզվառելիքը, շուկայի բոլոր մնացած մասնակիցներին դուրս կհանեն, շուկան կվերահսկեն, դրանից հետո արդեն իրանք կորոշեն, ըստ ինչ գնով, ինչ կա։ Դեմպ սովորական դեմպինգ է, ինքը իհարկե դες բաներից գաղափար չունի, չի հասկանում, էլ ինքը շուկային հարված միլիարդ ոչ մի հաշվարկ բան էլի, անցած անգամ նման էլի, ապուշ խոսում է էլի։ Կար այդպիսի բան չի, ասում էին դուք Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ասում եմ, դրանով մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն, որովհետև այդ 1.1 միլիարդը, 16.4 միլիարդը, դրանք մեր ժողովրդի գրպանից էին դուրս գալիս, դրանք մեր պետական բյուջեից էին դուրս գալիս, դրանք Հայաստանից էին դուրս գալիս եւ այո, մենք լցնում ենք սրանով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանեկան բյուջեն։ Մի րոպե, այդ տղա, էսի լրիվ ընտանեկան բյուջե, պետական բյուջե, Ադրբեջանի բյուջե, Հայաստան համար սա մեկը արդեն։ Հայաստանի բյուջեն կլինի Ադրբեջան։ Լսի, որ Հայաստանից կանխիկ փողը, որ տալիս են, Ադրբեջանից բենզին են առնում։ Էդումից է որ առնում են, էդի պետական նավթագազային ընկերությունը, որ իր վաճառքից եւ հարկեր է վճարում Ադրբեջանի պետական բյուջեին, եւ շահույթ անենում, մի հատ է շահութահարկից իր շահութահարկն էլ է վճարում։ Դրանից հետո մի հատ էլ դիվիդենդ է վճարում, այսինքն այն փողը, որ դուք տալիս եք Սոկարին, էդի ուղիղ էթումա դառնում Ադրբեջանի բյուջեի փող։ Ու քանի որ էդի նաև Հայաստանի կարիքների համար պետական կարիքն, այսինքն Հայաստանի բյուջեից վերցնում եք, փողը տալիս եք Ադրբեջանի բյուջեին։ Իսկ Հայաստանի բյուջեն, քանի որ ապրանքների գինի իջնում է Պետրոս, ուրեմն վճարվող հարկերն էլ պակասում, այսինքն եթե այն ժամանակ բենզինը 520 դրամ էր, հարկը հաշվարկում է 520 դրամից, եթե հիմա իջել է 440 դրամ, 440-ից է հաշվարկում, չէ՞, այսինքն Հայաստանի բյուջե մուտքերը պակասել են, Ադրբեջանի բյուջե մուտքերը ավելացել են։ Դրան զուգահեռ ինչ է եղել, գիտես, չէ՞ Պետրոս, Ադրբեջանը ռազմական ծախսերը ավելացրել է, հասցրել է իր բյուջեի 21%-ը։ Հայաստանը համ իր ռազմական ծախսերն է կրճատել, համ էլ բանակի քանակն է կրճատել, այսինքն սրանք սնուցում են Ադրբեջանին, տնտեսապես հարստացնում են, մի թամ քիչ հարուստ են դրանք, որ մի հատ է դրանք զենքը զորքը հավաքեն, գան մնացածներ զավթեն։ Քեզ էլ ինչ պիտի անեն, գուրգուրեն ու փաղաքշեն։ Կուտեն։ Մնացել էր քեզ ուտեին։ Դուք լցնում եք մենակ ձեզ հավատարիմ, ձեր իշխանությանը մաս կազմող օլիգարխների գրպանը ու դրանց ընտանեկան բյուջեները, ոչ թե Հայաստանի ու հայ ժողովրդի։ Դուք հայ ժողովրդի ոնց կարաք օգուտ տա, կարա ինչ եկել եք մենակ թալան եք անում, վնասում եք այս ժողովրդին։ Քննադատներն ասում են, ինչու չեք բերում Իրանից եւ Վրաստանից։ Վրաստանում էլ ասում են կա գործարան, որը պրեմիում բենզին է արտադրում։ Ես այդպիսի մի գրառում այսօր տեսա, գիտեք, ախր շատ
ինչ որտեղ ծիծաղելի է, երբ որ լրագրողով երբեք բիզնեսով չի զբաղվել, այդ որտեղ գրառում անողը դա լրագրող էր։ Ասենք օրինակ CPS-ի, Flash-ի, Ranoil-ի, Maxoil-ի, Golf-ի տերերին, որոնք որ 30-40 տարիա բիզնեսի մեջ են, սովորեցնում է թե ինչ պետք է իրենք անեն։ Բայց ասենք լրագրողը պիտի բիզնեսով չզբաղվի, ով ասում լրագրողը պիտի բիզնեսով զբաղվի, իսկ եթե լրագրողը այդ կարծիքը հայտնում, ինքը պիտի պարտադիր բիզնեսով զբաղված լինի, դու զբաղվել ես բիզնեսով, որ հիմա էկոնոմիկայի ոլորտ ես ղեկավարում, հա, բա որ Պետրոսի ասածը ուրիշ բանի է վերաբերում այդ արձանագրումները, որ լրագրողներն արել են, ասում ես այդ Գալֆի կամ չգիտեմ Ranoil-ի տերերը չգիտեին վերացական պարում, բա ադրբեջանական բենզինի տեղը չգիտեին, բա այդ ոնց էր այդքան տարի չէին կարողանում ներմուծեին։ Քաղաքական որոշում պիտի լինի, չէ՞, պիտի պետությունը թույլատրի, պետությունը արգելի կամ պետությունը խրախուսի, կախված պետությունը ինչ քաղաքականություն է վարում։ Հիմա Պետրոսի հարցը, որը իր խելքին իհարկե դա չէր հասնի, էլի կարդացել է, եթե կարող ինքն չի կարդացել, նախճերքը կարդացել, գրե տվել են ձեռը։ Հարցում ասում է, եթե մեր բարեկամ երկրներում Վրաստանում, Իրանում այդ նույն բենզինը կա, պետությունը ինչի չի խրախուսում, ինչի քաղաքականություն չի վարում, որ մեր բարեկամ երկրներից մեզ պիտանի ապրանքը ներմուծվի։ Այլ պետությունը խրախուսում է, որ մեզ թշնամաբար տրամադրված երկրից ապրանքը ներմուծվի։ Հարցը դրա մասին։ Չեն հասկանում։ Չեն հասկանում։ Լրագրողները դու ես հասկանում։ Դու որտե՞ց ես հասկանում։ Իհարկե դա մի քիչ աբսուրդ է, հետեւաբար, այսինքն ինչ մեղադրանքը այդ մարդկանց էր ուղղված, որ կներեք էլի, ենթատեքստն է, պարոն Պապյան, որ սա քաղաքական քայլ է, այլ ոչ տնտեսական։ Քաղաքական քայլի հարց չի։ Այսինքն ուրեմն բանի, այդ մարդիկ, ասեցի արդեն, անուններն նորից։ Էժան բենզինի տեղը գիտեն։ Հա, ասենք CPS-ը, Flash-ը, Ranoil-ը, Maxoil-ը, Golf-ը, այն մյուսները, բաները, այդ էժան բենզինի տեղը չգիտեն, այդ բանը ընդդիմադիր քաղաքական լրագրողը գիտի տեղը։ Ինչ քիչ լուրջ չէ, էլի ամեն մարդ թող իր գործով զբաղվի։ Լսի, ամեն մարդ, որ իր գործով զբաղվի։ Դու հիմա գիտես ինչով պետք է զբաղվիր։ Պետք է իր BD Group SP մարքեթինգի բաժնի ղեկավար կամ փոխտնօրեն։ Էդի Պետրոս եղել է իր կարիերայի գագաթնակետը մինչև 2018 թիվը։ BD Group Լսած կաս, Պետրոս, BD Group, չա էլի ինչով ասպաղում, դրա փոխտնօրենի պաշտոն եղել է իրակ, ամեն մարդ թող գնա իր գործով դեղը, դու էլ գնա BD Group-ի քո գործերով զբաղվի, ամեն մարդ որ իր գործով զբաղվի, քո գործը նույնն է, դու մալադես Պետրոս, դու իսկականից մալադես, դու բոլոր ժամանակներում է քո տեղը կթար, այդպես պիտի լե, երես այդպես բանը, հա։ Եթե Ադրբեջանը շարունակի շատ էժան մեր շուկայի համեմատ բենզին ծախել, նույնիսկ եթե մյուս տեղերում 30%-ով իջացնեն գները, դուք ասում եք միտումը կա, մեկը նրանք մրցունակ չեն լինելու, որտեղ մի բանա 30%, մի բանա 100%։ Եվ կամած այս գործարաններն էլ ձեր ասած թեքվելու են Ադրբեջանից բերեն։ Բերեն դեղից որտեղից ամենաէժանն է, դա պարզ է։ Չկա վտանգ, որ այ մեր շուկան կթեքվի լրիվ ադրբեջանական եւ կախվածության մեջ կընկնի։ Այսինքն Պետրոս դու նոր գլխի ես ընկնում, թե ինչ բենզին է, ինչի համար է, ինչի է բերվում, այդ թշնամական Ադրբեջանը, ինչի որոշեց սրանց բենզին մատակարարի, ցորեն մատակարարի, այն որ 2023 թվին շրջափակման մեջ գտնվող Արցախին Ադրբեջանը նույն այդ բենզինն ուզում էր տար, ցորենը տար, արցախցիները հրաժարվում էին, դու այն ժամանակ չէիր հասկացել ինչի են հրաժարվում, բայց արցախցիները հասկացել են ինչի են ուզում տան։ Հիմա երբ որ արդեն այդ ամեն ինչից հետո Արցախը վերջնականապես հանձնիկ, ադրբեջանցիները անցել են արդեն Հայաստանը գրավելու, դու նոր գլխի ես ընկնում, արա որեսի կարող է 2 կոպեկի համար այս հարևներին կուտը տալիս են, երկիրը քաշեն տանեն, սա ստրատեգիական ոլորտի տնտեսվարողներին սնկացնեն, վերին սոկարի կալոնկեքը շարեն,
մի քանի օր էժան ծախեն, կուտը ու կերցնեն սաղ շուկային շարքից հանեն, դրանից հետո իրանց գնով, իրանց ձևով զավթեն նստեն։ Պետրոսն արդեն գլխի անգե։ Շուստերի Պետրոսն ես դու, էլի Շուստերի Պետրոսը։ Բիզնեսի օրենքներից ելնելով։ Բիզնեսի օրենքները ենթադրում է, որ եւ դա ինչ հետևանք կարող ունենա հաջորդը։ Հետևանքը այն կլինի, որ գները կբարձրացնեն։ Հետևանք են կլինի, որ մենք մեկ շուկայից կախված կլինենք, այն էլ ոչ այնքան բարեկամական երկրից։ Կներեք, ես հիմա մի բան ասեմ։ Եթե մենք ուզում ենք առնենք բենզին, հիմա ինչ որ միտեղ վաճառում են 400 դրամ, ինչ որ միտեղ վաճառում են 500 դրամ։ Ինչի ես չպետքա գնեմ 400 դրամանոցը։ Հասկացա։ Հիմա նույն կերպ հենց դրանից ելնելով մեր ողջ շուկան կախվածության մեջ կլինի։ Այ տնտեսագետ, Պետրոս գիտես չէ, տնտեսագետների մեջ էլ երկու տեսակ կա։ Տնտեսագետներ եւ տնտեսատագետներ։ Դու դեմպինգի մասին լսած կաս։ Ասեք առաջին անգամ ես լսում, որ շուկայում կարա լինի գերիշխող դիրք ունեցող ընկերություն, որը չհիմնավորված ցածր գին դնի, շուկայի մյուս մասնակիցներին շուկայից հեռացնելու նպատակով, որից հետո դնի չհիմնավորված բարձր գին ու արդեն վերահսկի այդ շուկան։ Առաջին անգամ ես լսում դրա մասին, հա? Այն ժամանակ ընկել էր կուսակցական գործերով, բաներով այդ դասերին ներկա չես եղել, հա, որ լսածը լես այդ դասախոսությունները, թե ինչ բանա դեմպինգը։ Կառաջացնի մեզ համար։ Ենթադրենք դուք կարող եք ասել, որ մի օր կարող է գները բարձրանա, Կամ մի օր ասեն հաջողություն։ շատ լավ, այն պահին, երբ որ կասեն գները կբարձրանա, մենք շուկան նույն տրամաբանությամբ կգնա այլ շուկաներում կդիրքավորվի։ Այդ տղա էլ շուկա չկա է, որ դիրքավորվի։ Շուկայի գլխավոր մասնակիցները արդեն սննկացել են, գոյություն չունեն։ Շուկայի մնացել է դեմպինգ անող ընկերությունը Սոկարը։ Էլ մյուս մասնակիցները չկան, որ եթե Սոկարը գինը բարձրացնի, իրան գնան էժան բենզին բերեն։ Արդեն չկա այդ շուկա, մնացել է մի մատակարար, մոնոպոլիա, մենաշնոր։ Չես լսել, հա, դες բաների մասին։ Սա կլսես, մի երկու ամիս հետո կլսես։ Պարոն Պապյան, դուք հայտարարեցիք, որ ադրբեջանական ընկերություններ կան, որ հետաքրքրություն են հայտնում կոնկրետ ապրանքներ ներմուծելու Հայաստանից, եւ նրանք մեզ տվել են կոնկրետ ապրանքների ցանկ։ Ընկերություն չեմ հայտարարել, որ կան բան կառավարությունների միջև խոսակցություններ։ Լսի, կառավարությունների միջև ոնց կարա խոսակցություն լինի մի երկրի կառավարությունների միջև, որոնց միջև դիվանագիտական հարաբերություններ չկա։ Կառավարությունների միջև խոսակցության ձևը պարոն կառավարության անդամ դա առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովներն են։ Այդտենց հանձնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն չունի։ Հələ դու գաղտնի բանակցություններ եք վարում։ Պետրոս, այս մարդը խոստովանում է, որ իրանք գաղտնի բանակցություններ են վարում մի պետության հետ, որը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ գործող իրանց կողմից հաստատված համարվում է Հայաստանին թշնամական պետություն։ Թշնամական պետության հետ համագործակցությունը, Պետրոս ջան, դու գիտես էդ, չէ՞։ Ինչ է նշանակում։ Դավաճանություն։ Այս մարդը եկել է նստել է հանրային հեռուստաընկերությունը, խոսում է իրականացրած դավաճանության մասին։ Պետք է պատմի, էլի դու ոնց որ շատ բան գիտես քո մասին։ Բան ինչ պատմի քննիչների գործը հեշտացնենք։ Եվ ինչ են ուզում մեզանից եւ մենք ինչ ունենք առաջարկելու։ Մենք բավականին խոր հետազոտություն ենք իրականացրել, այդտեղ չծարաբեռնեմ շատ մեր եթերը, նմանության ինդեքս կա եւ այլն արտաքին առևտրում եւ տեսել ենք, որ կան մի շարք ապրանքներ, որոնք որ Ադրբեջանը ներմուծում է, Հայաստանը արտահանում։ Դա փոխլրացման ինդեքսով ենք նայել։ Եվ հետո պարզեցինք, որ նույն ուսումնասիրությունը նաեւ Ադրբեջանում էր արվել եւ երբ որ մենք փոխանակվեցինք, այսպես ասած, ցանկերով, տեսանք, որ այն ինչ որ մենք կարող ենք արտահանել, իրենք էլ մտածում են, որ հնարավոր է ներմուծեն։ Եվ այդ ապրանքների ցանկը
շատ երկար չի, բայց բավականին շատ ապրանքներ կա, օրինակ, ասենք, ալյումինի հումք, փայլատիթեղի հումք, ալյումինե փայլատիթեղ, ֆերոմոլիբդեն, ընտանեկան կենդանիներ, ընտանի կենդանիներ, Ընտանեկան կենդանի որն արա։ Ընտանեկան կենդանի ասի հիշամ։ Գևորգ ջան, բան արեք, էլի խնդրում եմ այդ ցանկի մեջ ալենին է գրեք, էլի։ Դու ընտանեկան չլինի վայրի, ինչ ուզում ալնի։ Դու ընտանեկան լինի, գրեք, էլի ալենին գրեք, այդ տղեն ինչքան ժամանակ է ուզում է Բաքու գնա։ Ոչ մի ձև չի ստացվում։ Նույնիսկ հրավեր չունի, բայց ասում է ես ուզում եմ գնամ։ Առիթ է մանգալի, որ արա գրեք այդ ապրանքների ցանկի մեջ գրեք ճամփեք թո հետ այլի մեղ կարա քրքրվում է տանջվում է չի դիմանում արա այդ ցանկի համել ընդ չկա դրանից չի լինի գրեք ճամփեք թո հետ խնդրում եմ էլ էդի սաղս էլ քեզնից գոհ շնորհակալ կա առաջին հերթին ինքը երկրորդը մնացած բոլորս գրի դրան այդ արտահանվող ապրանքների ցանկի մեջ մի ձևի դրեք Գրոզ կլնի հիմա ուղևորատարով կլնի բեռնատարով կապ իր համար էլ կապ չունի այնքան որ գնա դիր ճամփի հետ կարաս գրես որպես բան խաղալիքի տակ գրի թոյթ թուրքերը կարող են ուզենել Չապետը հայտարարեց որ հեծը ժամանակին բոլորիս տուն մտել է եւ հավելագրել է եւ տարել է։ Հեցի նախկին կառավարիչը այսօր ասում էր որ նման բան չկա։ Ձեր մեկնաբանությունը։ Արա մի րոպե, հեցի կառավարիչը մի կողմ, ասում ես վարչապետն ասել է բոլորիս տուն մտել է հեցը։ Արա ձեր տուն մտել է դու չես իմացել, մտել է թե չես մտել։ Ձեր տունը մտել, դու չես իմանում։ Հեցը մտել է թե չի մտել։ Հիմա դու քանի տուն ունեք Պետրոս։ Մենակ այս Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո երկու օրվա մեջ երկու տուն էիք առաջ, մեկը մարտի 9-ին, մեկը մարտի 11-ին, մի հատ սեփական տուն, մի հատ Բայց հետ եկել է մտել է ձեր տուն, դու տունը չես էլ է։ Ժանա մենակ ա եղե տանը։ Վախեցած չլինի այդ աղջիկը։ Դրա տեսքից երևա որ ինի վախեցած է։ Բայց եկե մտել է ձեր տունը, դու չես իմացել, հիմա եկել ես Գևորգին հարցնես, ասում ես վարչապետն ասում է, հետ եկել է մտել է մեր տուն։ Ճիշտ է ասում, թե չէ, դու տաղտերն չես իմանում, մտել է ձեր տուն, թե չեն մտել։ Ձեր տունը դες պրախադոյ բանա, ով ուզի մտնի դուս գա։ Այ քեզ բա։ Ու դու գախի չես եկել ես Գևորգին ես հարցնում, ես Գևորգ, դες բանել էլա թե չի էլը։ Հեն Գևորգ, Պետրոսես տունով է մտել։ Ով է էլ է տանը, ինչ է էլ, էլ մեծ պատմի տենանք։ Ճիշտ է ասում վարչապետը։ Վարչապետը ամբողջությամբ ճիշտ է ասել։ Իսկ քանի դրվագով են մտել Գևորգ ջան։ Դրվագներից մեկով ուրեմն պարզվել է, որ մի ընկերություն, որի տնօրենը Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբոր տղան, ուրեմն իրենք սեփականատերն են, անտոկոս 6.4 միլիարդ դրամի վարկ է ստացել հեցից։ Մի րոպե, Պետրոս։ Արա, էսի գոնե տնտեսագետ չներ, մեզի խայտարակ չաներ արա։ Այ տղա, այ տնտեսագետ, այ տնտեսատգետ։ Գիտությունների տեխնացուա հիմա էլ իրավունքի ուժով դառե դոկտոր։ Անտոկոս վարկը ո՞րն է։ Կամ ոնց կարա հեծը վարկ տրամադրի։ Այդ տղա տարական տնտեսագիտական գիտելիքներ էլ դու չունես, որ հասկանաս, որ վարկը դա արդեն տոկոսայնություն է իր մեջ նախատեսում, որովհետև եթե անտոկոս այդ արդեն դնում է փոխհատվություն, վարկի պայմանը տոկոսի արկայությունն է, բացի այդ, վարկը կարա տրամադրի բանկը կամ ֆինանսավարկային կազմակերպությունը, որևէ մեկ անձ մյուսին, այդ թվում իրավաբանական անձը մյուսին, վարկ տալու իրավունք չունի, իրավունք ունի տալու փոխհատվություն։ Իսկ փոխհատվությունը կարա լինի եւ առանց տոկոսի, եւ տոկոսով։ Հիմա նստեմ սրանք տարական տնտեսագիտություն սովորացնենք Պետրոս։ Էկոնոմիկայի նախարարն է, պատկաստ մեջ չէ մյուսների վիճակը։
Իհարկե, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ որևէ ընկերություն, որը մրցակցային շուկայում գործում է եւ ստանում է անտոկոս վարկ որևէ կազմակերպությունից, ակնհայտորեն ունենում է մրցակցային առավելություններ մյուսների նկատմամբ եւ կարող է օրինակ գներով եւ այլ հանգամանքներով ճնշել մյուսներին, բայց հենց դա սա մի կողմից։ Իսկ ում հաշվին է այդ անտոկոս վարկը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս լույսը, որը վառվում է, կամ այդ հերոստացույցով հիմա մեզ դիտում են մեր քաղաքացիները իրենց վճարած էլեկտրաէներգիայի փողի մեջ մտած է այս վարկի տոկոսը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք որ հիմա տանը սառնարան են միացրել, գազօջախ կամ հերոստացույց եւ մեզ դիտում են, կամ ինտերնետ եւ մեզ դիտում են ինտերնետով, հոսանք են օգտագործում, նրանք վճարում են նրա համար, որպիսի այս ընկերությունը օրինակ անտոկոս վարկ ստանա։ Խայտարակություն արա Պետրոս լուրջ եմ ասում, արա, էսի ուրիշ բան է, այ ախպեր։ Արա էսի ուրիշ ցավ է, հասկանում ես, ասենք ընկերություն է, փոխհատվություն է տրամադրել, առանց դու փոխհատվությունը ինչ է, մեկը փողի կարիք է ունենում, մյուսը տալիս է, հետո այդ փողը հետ է վերադարձնում, առանց տոկոս, այսինքն ոչ մեկ դրանից չի։ Հələ ասենք մի հատ այնպես բացատրել Պետրոս, որ դու հասկանաս, էլի։ Ասենք օրինակ, հիմա դու լիքը փող ես ստանում, կնգաթեթ, երկուսդ միասին ամիսը մոտ մի 15000 ստանում եք, չէ՞, այս ձեր գույքի կամ $15000, չէ՞։ Հիմա $15000 ամիս արա ինչքան ղազախական ցորեն ուտես, որ բարձի։ Այդքան չես կարա, չէ՞, ուտել։ Նշանակում է դու խնայողություն ես ունենում։ Հիմա այդ խնայողության փողերը ենթադրենք բաժանաղը ուզում է ԿՊ-ի ցուցակով էթա դառնա падգամավոր։ Դե քանի որ ինքը ԿՊ-ական չի, պիտի տանի 1.5 միլիոն փող մուծի։ Ինը կարող է վախտին չինովնիկա էլ է, լավ է կերել է, լավ է թալանել է, ամեն ինչը, բայց ծախսել է, ասենք իրար հետ գնացել եք Իսպանիա, ֆուտբոլ եք նայել, Գերմանիա եք գնացել, ծախսել եք, հիմա այդ փող հիմա գալիս է քեզ ասում է որպես քու բաժանաղ, ասում է դու էլ բզբզել ես, ինձ գերում են ԿՊ-ի ցուցակ 1.5 միլիոն փող ապել։ Որ դու քո բաժանաղին 1.5 միլիոն փող տաս, ասես Գևորգ ջան, առ ախպեր կամ Գևորա, Գագոյա, ինչ կլի։ Ասում ես առ ախպեր, ես 1.5 միլիոնը վերցրու, այնի տանում է մուծում է Նիկոլին, մտնում է ցուցակ, հետո ձեր ակերությամբ, թալանով, ոնց որ կպն ինչ ան։ Այդ փողը աշխատում է, բերում է քո 1.5 միլիոնը հետա տալի։ Անտոկոս։ Դու ընդ որտե տուժեցիր, կարաս ինձ ասես։ Ոչ մի դե չես տուժել, չէ՞ փողը տվել ես քո բաժանաղին, դա գնացել, տվել Նիկոլին դառը դեպուտատ, փողն աշխատել, բերեն նորից քո փողը տվել է քեզ, ճիշտ է։ Դու ընդ տուժեցիր, չէ։ Բա հեծը որ մի ընկերությունների խումբ են, վերցնում է իր ազատ միջոցը այդ պահի, որ կա, որոշակի ժամանակով, կարճաժամկետ, տրամադրում է մի ուրիշ ընկերության, հետո այդ ընկերությունը հետ է վերադարձնում հեծին։ Հեծը որտե տուժես, քաղաքացին որտե տուժես, լույսը, սառնարանը, դրա հետ ինչ կապ ունի։ Արա ես այդ տեսակի տգետը հասկանում ես դու Պետրոս։ Նախարարն է։ Արա քել այդ վանքերում դու էլի ճգնավոր պրզնենք էլի աղբոր պես արա դու շատ մեծ վնաս ես տալու ես ժողովրդին որ դու ես մտածում ես տես խոսում տես քո ձևերով բան արա դու շատ մեծ վնաս ես տալի դες չի կարելի Պետրոս Հեծը որի սեփականատերը էլի եղել է Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, այսինքն իրենց ընտանիքը գնացել է վարկ է վերցրել հայկական բանկերից եւ միջազգային վարկային կազմակերպություններից իսկ այդ այսինքն ինքը փողի կարիք ա ունեցել գնացել է վարկա վերցրել իսկ այդ նույն հեծը այդ վեկալած գումարներից նաեւ մեր վճարած գումարներից անտոկոս փոխառություն է տվել Նարեկ Կարապետյանի ընկերությանը դեռ Նարեկ Կարապետյանն ասում է բանա գործարան կառուցել գիտեմ ես գործարան կառավարել գիտեմ Լսի, նա արես ինչեր է խոսում։ Դրանից ոչ մեկ ոչ օգտվել է, ոչ տուժել է։ Դու դրա փոխարեն ավելի լավ է, եկե հանրային հեռուստաընկերություն մի հատ հələ Պետրոսին, մեր ժողովրդին ուրիշ բան բացատրի։ Ասա այդ ոնց է էլ որ դու մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մի հատ 92 թվականի արտադրության Ժիգուլի ես ունեցել, որ առել ես 2011 թվին, 2011 թվին առել է 92 թվի վազ մագնիշի ավտոմեքենա։
Բայց 2018 թվականի հոկտեմբերի 17-ին արդեն կինը, որ ոչ թե չի աշխատում, մի հատ բնակարանա ձեռք բերել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, 2024 թվականի ընթացքում մենակ մեկ տարվա եկամուտը կազմել է 25 միլիոն 414,906 դրամ, կամ ամսական 2 միլիոն 117,900 դրամ, մոտարապես $5,500 ամսական։ Ջերմուգրուպ ՓԲ-ից կինը փոխառություն է ստացել 21 միլիոն 397,660 դրամ, կինը, որ ոչ մի տեղ չի աշխատում, $30,000 բանկային ավանդ ունի դրած, տոկոսը, այդ տոկոսը գալիս է վերեն, էդի անտոկոս չի, էդի քո համար նիհեց, էդի նորմալ բանկային ավանդ $30,000, մեկը հարցնի, ասի կնգատ այդ $30,000, որ դուց ձեր այդ ջորին եք ծախ է տարե դրև, չեն եք ծախ է, պահպան, մի հուշարձան է, էլի, այդ վազ 91 թվականի արտադրության այդ իրանց ընտանեկան հուշարձանն է, պահպանում են, բայց դրա հետ միասին, մի հատ էլ բնակարան փաստորեն առել են Երևանի կենտրոնում, այդ դու դրա պատասխանը դու, որ մեր հարկատուների հաշվինը, հեցի էլեկտրաէներգիայի գնի մեջ ինչ-որ գրած է, հետի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը իրա կողմից սահմանված հաշվետվություններով ստանում է ու վերահսկում է ու հնարավոր չի, որ Հայաստան էլեկտրական ցանցերը առանց հանձնաժողովի համաձայնության իրականացնի մի ծախս, մի գործարք, որը որ պայմանավորում է էլեկտրաէներգիայի գինը, դա բացառվում է։ Հələ մի հատ ինձ ասա, այդ որ ասեցի, այդ ձեր արածը ինչ է, Գևորգ։ Այնա ինչի մասին վարչապետը խոսել է։ Այո, սա կողոպուտ է։ Ապրես։ Այդի ժամանակ գա իշխանափոխությունից հետո այդ ձեր ամբողջ թալանը, կողոպուտը, ինչպես կասի մեծն վարչապետը, կոպեկ առ կոպեկ, քյաբար բար քյաբաբ վերադարձվելու է։ Դուք հələ միլիոն առ միլիոն կերեք, հետո քյաբաբ առ քյաբաբ եւ կոպեկ առ կոպեկ կվերադարձնեք։ Այդ քեզ էլ է վերաբերում։ Դելանցի հաջորդ դրվագին 2016-25 թվականների ընթացքում 691 միլիոն ամերիկյան դոլարի երաշխավորությունը հեծտվել մի շարք կազմակերպությունների, որոնք փաստացի ընդգրկված են կամ փոխկապակցված տաշիր ընկերությունների խմբի հետ։ Որպեսզի մեր քաղաքացիների համար պարզ լինի, դա ինչ է։ Որպեսզի բիզնես օրինակ իրականացնեն, շատ ընկերություններ հաճախ ստիպված են լինում որոշակի ֆինանսական երաշխավորություններ, ինչ որտեղ դա գումար է սառեցնում, այստեղ կամ այնտեղ։ Հեցի փողերով իրենց ընտանիքի բիզնեսները երաշխավորություն են ստացել։ Իսկ դա ինչպեսի հետևանք դա կարող է ունենալ։ Պետրոս, արա էսի մի այլ տեսակի դարդ է աղբեր։ Ուրեմն տես ինչ ասում է ամփոփել է։ 2016-ից 2025 թվականների ընթացքում 691 խոսքը 11 տարվա մասին է։ Ինչ է նշանակում երաշխավորություններ։ Պետի հեծի համար ընդհանրապես ծախս չէ, այսինքն մի ընկերություն գնում է, բանկից վարկ է վերցնում, որպեսզի վարկ վերցնի, վարկը պետք է ունենա ապահովող միջոց։ Դա կարա լինի գրավը, դա կարա լինի այլ ընկերության կամ անձի երաշխավորությունը։ Հիմա երաշխավորությունը հեծից մի ընկերություն ստացել է, վարկը վերցրել է, գնացել է իր գործունեությունը ծավալել է, բերել է բանկի վարկը փակել է, հեծին ոչ վնաս է տվել, ոչ ինքը սննկացել է, որ հեծը տանի դրա փողը փակի, դրա ծախսերով, տես բան չի եղել։ Ու ես 691 միլիոն էլ այսինքն տարիների ընթացքում 11 ընթացքում մեկը վարկը վերցրել է, փակել է, վերջ, դա դառավ 0-ին, չէ, ինքը հաշվարկի մեջ գրել է։ Գիտես, այդ ամեն ինչի հետևանքով հեծից ինչքան գումար է ծախսվել։ Այդ որ ասում է 691 միլիոն, բացատրեմ այդ ասկան, բացատրեմ այդ 0 դրամ, Պետրոս, 0 դրամ։ Հեծ այդ ամեն ինչից կորցրել է 0 դրամ, 0։
Իսկ ինքը այդ ներկայացնում է որպես 691 միլիոն դրամ։ Գիտես ինչից է այս վիճակը, Պետրոս, սրանք քիչ դառան տնտեսագետ։ Ուրեմն այդ դրա սովորելու տարիներին ասես մի հատ բան կարել, մի հատ կարիերիստ երիտասարդների խումբ կար, որ սրանք որպեսի բանակ չետան, ինչ պիտի անեն, պիտի լինեն մտում գիտությունների տեխնացու։ Հիմա գիտությունների տեխնացու լինելու համար եթե ոչ խելք ունեն, ոչ գիտելիք ունեն, ինչ են անում, այդ մենք մտնում էին ուս խորհրդով դառնում էին հանրապետական, դառնում էին ուս խորհրդի օրենքով կա էլի, գիտական խորհրդի անդամների 25%-ը պիտի լույն, էսի, այս որ ասում է ֆիկտիվ հանրապետական եմ դառնում, այդ է։ Գնաց այդ ֆիկտիվ դառը հանրապետական, որպեսզի մտնի ուս խորհուրդ, հետո դառը գիտությունների տեխնացու, բանակ չի գնացել, գնաց այդ մասնավոր ընկերություններում աշխատել, հեղափոխությունն եղել է նախարար, ազգային ժողովի։ Բայց գիտելիքների պակասը դրանից է գալի։ Եթե սա նորմալ վերենգներ իր դասերը սովորեր, մարքեթինգ սովորեր, տնտեսագիտություն սովորեր, ֆինանսներ սովորեր, այսօր ինչի պիտի դից խայտարակալներ։ Երկիրներ տաներ կործաներ սարքեր իրանք հարստացել են, միլիոնները հավաքել են, գլսում։ Հետ բան Սամվել Կարապետյանը Պետրոս սրա խելքով, որը Ռուսաստանում միլիարդավոր դոլարներ աշխատել է, բերել է, ներդրել է Հայաստանում, համ հետի ֆինանսական խնդիրներն է լուծել, մինչև հիմա իր հաշվին այդ ընկերությունում ծախսեր անում, Ռոմանոս հիմա Սամվել Կարապետյանի փողերից աշխատավարձ է ստանում։ Այդ ընկերությունը վերակազմակերպել է, որպեսզի չլուծարվի, չսննկանա մենք նորմալ ստաբիլ էլեկտրամատակարարում, այդ մարդը որ դրսից փողեր էլ չեմ ասում, ինչքան ոլորտային ներդրումներ արել, սոցիալական ոլորտում, քանի եկեղեցիա կառուցել, քանիսը վերանորոգել, ինչ բարեգործություններ արել, միտեղ հիվանդանոց, միտեղ ճանապարհ, խելքից դուրս։ Սամվել Կարապետյանի արածները որ հաշվես, խելքից դուրս։ Սա եկել է բացայտներ, որ Սամվել Կարապետյանը այդ հետը գնացել է բանկային երաշխիք։ Բա Եթե այդ ընկերություններից ցանկացած որևէ մեկը սննկանար կամ որևէ ֆինանսական խնդիր ունենար, բանկը գալու էր, պետությունը գալու էր, այդ երաշխավորություն փողը վերցներ։ Հետևաբար հեծը հայտնվեր խնդիրների առաջ։ Հիմա ասա, բանկը, որևէ բանկ այդ թղթերիդ մեջ գրած է, որ հեծից որևէ գումարա վերցրե։ Չկա այդպես բան։ Բա որ չկա, սովորական տնտեսական գործունեություն է, բա ընկերությունը կարա փոխառություն տրամադրի, ընկերությունը կարա վարկ վերցնի, ընկերությունը կարա, բա տնտեսական գործունեությունը ոնց ծավալի ընկերությունը, եթե քաղաքացիա իրավական հարաբերությունների մեջ չմտնի։ Բայց եթե մտնում է, վարկա վերցնում, փոխառությունա տալի, փոխառությունա վերցնում, գործարքա անում, ծախսեր է իրականացնում, հասույթ է ունենում։ Ինչ կա դրա մեջ, դրա վնասը ո՞րն է այդ տղա։ Վնասը գիտես ո՞րն է։ Վնասը դու ես։ Ոտից գլուխ։ Ու մեծ ձեր ամբողջ փոքրիկ խմբակը, որ դուք փոքրիկ եք որպես խմբակ, բայց վնասը, որ պատճառում եք մեր պետությանը եւ մեր ժողովրդին, միլիարդավոր դոլարների է։ Հետևաբար հեծը հայտնվեր խնդիրների առաջ եւ հետևաբար Հայաստանում սկսեր էներգետիկ կրիզիս։ Իսկ Հայաստանում էներգետիկ կրիզիսը սկսվել է եւ պետք է հասկանալ արդյոք օրինակ այդ գործողությունները ինչ այս գործողությունը ինչպիսի չափով է ազդել process-ի վրա։ Եվ ամբողջ խայտարակությունը նրանում է, որ սրա մասին հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը չի իմացել, սրա մասին ժողովուրդը չի իմացել։ Աշկերտ չի իմացել, չեն իմացել, չեն տեղեկացրել, սրա մասին միջազգային ֆինանսական կառույցները չեն իմացել։ Տեսանա դու էլ ես զարմանում Պետրոս, ոչ չիմացել։ Արա չի կարա չիմանա, այ Պետրոս ջան։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ինքն է սահմանում այն հաշվետվությունների ձևերը, որը որ հանձնաժողովի իրավասության ոլորտում գտնվող ընկերությունը պիտի ներկայացնեն հանձնաժողովին։ Ու այդ հանձնաժողովը իրականացնում է ոչ միայն որոշակի ժամկետով ամփոփիչ վերահսկողություն, այլ նաև ընթացիկ ամենօրյա վերահսկողություն։ Չի կարա
Հեծը հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հաշվետվություն չներկայացնի։ Դա բացառվում է։ Դա դուրս է տալի այ աղբերերը։ Ուսա գիտես ինչ արժի Պետրոս մեր վրա։ Ես չնայած քեզ ինչ եմ ասում, դու դրանից թանկ ես։ Էսի ամսեկան մեր ժողովրդի վզին նստածա 5500, հիմա ասենք մեզ լսող մարդկանցից, չէ՞, ասենք քանի մարդ կա, որ առավոտից իրիկուն աշխատում է դժվար, պատասխանատու աշխատանք, առավոտը շուտ տնից դուրս գա, պրոբկեքի միջով այդ հասնի գոմ, ինչքան փող է ստանում, ու սա ստանում է $5500 ամիսը, իր տարեկան եկամուտները, որ բաժանում ես ամիսների վրա, ըստ հայտարարագրել, դա 24 թվին է, 25-ը հələ այս մի քանի ամիսը կներկայացնեն, դա էլ պետք է իմանանք։ Ավել կլի երևի։ Ես օգտվելով առիթից Նարեկ Կարապետյանին հրավիրում եմ հյուր, որ վերջինս նույնպես իր արգումենտները ներկայացնի։ Դու էլի առիթավոր վար, արա դու է տենում ես Նարեկ Կարապետյանը քեզի շանտեղ չի դնում Պետրո ժողովրդական լեզվով ասած։ Ամեն առիթում Նարեկ Կարապետյանին հրավիրում փողի համը ընկելա բերանը, դա գիտես Նարեկ Կարապետյանին փողում, Նարեկ Կարապետյանին հրավիրում, Նարեկ Կարապետյան, ինչի գնաց Կարլսենի մոտ արտա, թողայի մետ հարցազրույց էլի, թողայի մետ հարցազրույց, արա տենում ես քեզին բանի տեղ չեն դնում։ Նարեկ ջան, եթե հանկարծ իհարկե պետք չի սրան բանի տեղ դնել, ճիշտ ես անում, բայց եթե հանկարծ օրերից մի օր որոշես, որ գաս Պետրոսի հետ հարցազրույցի, ասեմ իմացի, Խայսյաթը վերցնում ես 2 հատ ծրար, մեկի մեջ դնում ես փողը, մեկի մեջ դնում ես քո ուզած հարցերը, որ կուզես, որ քեզ տա, երկուսը միասին բերում տալիս ես, ինքը քո ուզած հարցազրույցը, ես իմ կյանքը հենց այնպես չեմ ապրել, վրից էլ երևում է, չէ, Խայսյաթը։ Խայսյաթը վրից երևում է, չէ։ Դու գիտես էսի մինչև հմեկ գալը, տենց բանը, երկնքից ասենց, Կարլսոնն է, էլի, տանիքներից է եկեն նստես թե։ Դրա համար էլ Նարեկ Կարապետյանին հրավիրում եմ, Նարեկ չի գալու։ Այդպես մուրազը կմնա փորդ։ Մեր վարչապետի ապագա ընտրություններին վարչապետի տեխնացուներից մեկը ձեզ մեղադրում էր, որ դուք արտոնյալ մաքսային արտոնություններ եք տալիս կազմակերպությունների, դրանք փոխկապակցված են ձեր իշխանության, Քոչարյանի իշխանության կազմակերպությունների հետ եւ ահա կոռուպցիան բացահայտվել է։ Ինչու եք մաքսային արտոնություններ տալիս։ Ներողություն եմ խնդրում, բայց իհարկե քաղաքականության մեջ կան մարդիկ, որոնք որ այդ քաղաքական լուզերներ կան, որոնք որ չեն իրենք էլ չեն հասկանում, թե ինչն է իրենց անհաջողության պատճառը, առանց տես խոսքերի։ Չէ, մարդու ուրիշ բան ասում եմ, մարդիկ կան, որոնք նենց լուզերներ են եղել միշտ, կապ չունի, բիզնես կլի քաղաքում, հետո 18 թվին եղել է ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, ու այդ լուզերները դառել են շահառուներ։ Սաղ, այսինքն ինքը այլևս այն վազ 91 թվականի վազ քշող Գևորգ Պապոյանը չէ, ինքը արդեն շահառու է։ Ինքը ունի լուրջ հնարավորություններ։ Պետրոս, գիտես սաղ քո նման են եղել, որ բոլոր ժամանակներում է շահառու ես եղել, չէ՞։ Իսկ այս մարդիկ սկզբից լուզեր են եղել, հետո են դառել։ Իսկ դու այն գլխից ինչ կաս շահառու։ Արա, բայց դու այդքան փողի մեջ էլ այ քծիբ։ Այն խես զոնքան չտա էլի ձեր միսը մեկը երշիկը առեպերել է մառազիլ կան։ Ինչ ես անելու այդ փողերը, որ պահում ես դու։ Փաստերով։ Փաստերով ես ասեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի ընթացքում միայն 67 ծրագիր է այդ ծրագրի ուրեմն շահառու եղել 67 բիզնես, ուրեմն որի շրջանակներում ստեղծվել է 3405 աշխատատեղ։ Եթե այդ մարդուն լսեմ, Հայաստանում չէր լինի 3405 աշխատատեղ։ Ավելին ասեմ,
Բայց նա ասում է դրանք ձեր հետ փոխկապակցված Հիմա շարունակեմ, կգամ դրան։ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակում այս ծրագրի միջոցով Հայաստանում ստեղծվել է 36700 աշխատատեղ։ Հիմա Պետրոս, որպեսզի թույլ չտանք սրան այս հիմարությունները դուրս տա, բացատրենք մարդկանց, թե ինչի մասին։ Ուրեմն արտոնության պահանջների մեջ գրածա, որ եթե դիմում ես, որ կառավարությունից արտոնություն ստանաս, ապրանքները ներմուծելուց, պիտի գրես, թե ինչքան աշխատատեղ է ստեղծելու, արտահանմանը պիտի նպաստի, թե չէ։ Հիմա այդ կազմակերպություններն էլ իրանց հայտի մեջ գրում են, որ այս արտոնության արդյունքում կստեղծվի, ենթադրենք 25 մոտավորապես, ասենք, գրում են, ոչ է ստեղծում, բոլորն է գործող բիզնեսներ են, իրանց աշխատողների թիվը գրում են, հետո ոչ գրա հետևից գնացող ալում, ոչ ստուգող ալում, այդ 3405-ը, որ ասում է այդ 25 թվի, դա այդ հայտերը, որ իրանք ստացել են, այդ հայտերում կազմակերպությունը ինքը ինչքան որ ասել է, որ աշխատատեղ կստեղծեմ, այդ թվերը գումարել է, ստացել է 3400, ստեղծվել է դա, չի ստեղծվել, 3405-ը ստեղծվել, թե 405-ն ստեղծվել, թե ոչ մեկն չի ստեղծվել, ինչքան մնացել է, ոչ մեկ չգիտի։ Ինքը ընդամենը գերը թվերը գումարը իրար եկեմ, ստեղծվել է 3405 աշխատատեղ։ Արդեն այսինքն ես իմ որ թվականից ստեղծվել է 36700 աշխատատեղ։ Սուտ։ Հələ մեկ ասել եմ այդ գնահատանամ այդ աշխատատեղերը։ Եղել է թե մատ մոնիտորինգ էլի։ Կարաս պատվիրես։ Մատ ինձի բռնեսնես էլի Գևորգ ջան։ Հենց դուք էկոնոմիկայի նախարարությունով մի հատ պատվիրեք, մի հատ մասնավոր անկախ աուդիտորական կազմակերպության, որպեսզի ուսումնասիրի մինչև հիմա ձեր իշխանության օրոք տված բոլոր հարկային արտոնություն ստացած կազմակերպություններին, քանի աշխատատեղ են ունեցել մինչև արտոնություն տալը, քանիսն են ունեցել արտոնությունից հետո։ Մատ գումարեն գամ մեզ կողեն աշներես, էլի։ Մատ Պետրոսին էլ։ Կարաս անես դες բանը։ Ո՞ւս կանես։ Որ բռնվես արա։ Կնեք, այդ օրենքը դուք եք ընդունել։ Այ Պետրոս ջան, սրանք ոնց կարան արտոնություն սահմանող օրենք ընդունեն։ Սրանք ընդունած օրենքներով մենակ հարկերն ավելացել է։ Տներն առել ես, հələ մեկ գնա քաղաքապետարան, թե ինչքան գույք հարկ պիտի վճարես։ Սրանց հարկային բեռը գիտես ինչքան, հələ դու մեկ ամեն մարդ, որ հիմա մեզ լսում է, դու մեկ հաշվի իրանք ինչքան հարկ են վճարել մինչև 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, ինչքան են վճարում հիմա։ Սրանց ընդունած օրենքներով մենակ հարկային բեռը ավելացել է։ Այդ օրենքը ժամանակին է եղել, ուղղակի ինչն է սրանց արածը, որ այդ օրենքը հնարավորություն է տալի կառավարությանը իր հայեցողությամբ քաղաքական որոշում է կայացնում։ Ում ուզում է դրան արտոնություն տա, այս մեկին ուզում է տալիս է, մեկին ուզում է չի տալի։ Հիմա լրագրողներն էլ ինչ են բռնեցրել, որ սրանք արտոնություն են տալի այն ընկերություններին, որոնք իրանց հետ ուղիղ կապերով, քաղաքական, ֆինանսական, նյութական կապերով փոխկապակցված են։ Այսինքն, սրանք 18 թվին մեր ժողովրդին ինչ էին խոստանում։ Ասում էին, որ ժողովուրդ ջան, ձեզ մինչև հիմա կեղեքել են, թալանել են։ Մենք գալիս ենք, որպեսզի այդ թալանչիների ձեզնից թալանածը վերցնենք, բերենք բաժանենք ձեզ, ճիշտ է։ Հիմա եկել են իշխանության, այդ ժողովրդի հարկերը բարձրացրել են, իրանք սկսել են այդ ժողովրդին ավելի շատ թալանել։ Իսկ այն ընկերությունները, ովքեր այն ժամանակվանից կային միլիոնատերեր, միլիարդատերեր, իրանց հետ մտել են կապերի մեջ ու սկսել են այդ ընկերություններին էլ այդ ժողովրդի հարկերի բյուջեի հաշվին արտոնություններ տալ։ Հիմա ժողովուրդները դա լրագրողները, փորձագետները բռնացրել են, եկել են դրել են դեմը։ Բարսա։ Ձեր ժամանակը 2015 թվականին ընդունվել է կառավարության որոշումը։ Այո։ Ուրեմն այսպես, այդ գումարների 1.22%-ն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Այսինքն 100,000-ից $1200։ Այո։ Արախ Պետրոս արա դու ունես դրե հարցում։ Մաքսայնում աշխատած բարեկամ բաժանակ չունես։ Քահարսես իրան քեզ սա մանրամասն կա։ Իսկ ինչա հասկանում արա որ դու սրան դրել ես յատամեից եսի բանից տարժական բաներս կի վարկը փոխառությունից չի տարբերում այդ ցավը տանեմ դու սրան ինչ ես հարցնում։
մնացած գումարը ԵԱՏՄ երկրների բյուջեներից է գնում։ Այսինքն այդ փողը գնում է ԵԱՏՄ։ Այո։ Եվ ընդդեղից մեր հասանելիքը հետ է գալիս $100,000 հավաքում ենք, տալիս ենք, մեզ տալիս են $1,200։ Այս դեպքում հավաքել ենք, ոչ տվել ենք, ոչ էլ ստացել ենք։ Մնացել է մեր երկրի ներսում։ Այսինքն 1200 չենք ստացել, բայց 98800 մնացել է երկրի ներսում։ Դարձել է աշխատատեղ, դարձել է ներդրում, դարձել է արտահանում, դարձել է տնտեսության զարգացում, դարձել է Հայաստանի։ Բայց կա մոնիտորինգ, որ դարձել է։ Այո։ Դրա 36700 աշխատատեղը որտեղից է ստեղծվել։ Արա, այդ տղա, լսի Պետրոսը քեզ ինչ է ասում։ Պետրոսը քեզ շատ པարզ բան է ասում։ Ասում է, որ դու արտոնություն եք տվել մի ընկերության, որը ձեր հետ ուղիղ կապ ունի, արա, པարզ որ մամուլը գրել ասում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը արտոնություն է տվել։ Հիմա Սամվել Ալեքսանյանի աղջիկը, որ այդ ընկերության տնօրենն է, գնում է մասնակցում է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մարտի 8-ին, հետո մարտի 9-ին կառավարությունը այդ նույն ընկերությանը արտոնություն է։ Խոսքը դրա մասին է։ Հիմա Պետրոսը հարցնում է, թերթում կարդացել, ասում է դուք մեր ժողովրդին 18 թվին խոստացել եք, որ գալու եք Սամվել Ալեքսանյանի ընկերությանը արտոնություն տակ, թե խոստացել եք, որ գալու եք Սամվել Ալեքսանյանի ելածը վերցնեք, բաժանեք ժողովրդին։ Ինչ եք խոստացել, արա։ Այդ ասում։ Պետրոսն ասում է, այդ ոնց է ալնում, որ այդ արտոնություն ստացած ընկերությունների մեջ մի ընկերություն է, որին քո կնիկը 21,397,000 դրամի փոխառության պայմանագիր ունի կնքած։ Այդ է հարցնում։ Կարաս այդ հարցին պատասխանես։ Ինչ ասել համաշխարհային բանկը։ Համաշխարհային բանկը վերջերս մի զեկույց է հրապարակել բիզնես միջավայրի մասին։ Այո, կոչվում է Be Ready կամ Business Ready։ Դա նախկին Doing Business-ի ավելի լավարկված տարբերակն է եւ այդ զեկույցի համաձայն 101 երկիր են ուսումնասիրել, որում լավ երկրներ, այսպես ասենք։ Ենքո սիրած երկրներից Պետրոս, ենքո գնացած երկրներն են մեջը, լավ երկրները։ Ներողություն եմ խնդրում այդ Զարգացած եւ զարգացող։ զարգացող երկրներ։ Եվ Հայաստանը այդպես ուսումնասիրություն են կարել, ռանկինգ ընկարել 101-ի մեջ 37-րդ տեղում է։ Եվ մի շարք ուղղություններով առաջատար դիրքերում է։ Օրինակ, այնտեղ միսիոն կա, բիզնես մուտք, լիցենզիա, առևտուր, արտոնություններ, հարկեր, համաշխարհային միջինը 66.3 է, Հայաստանինը 72.91 գնահատականը։ Եվ այդ ցուցանիշով մենք աշխարհում 29-րդն ենք։ Այնտեղ մի հատ երկրորդ սյուն կա, հող, կոմունալ, ֆինանսներ, աշխատուժ, հմտություններ։ Գնահատականը աշխարհի միջինի 54 է, մերը 66.05 եւ աշխարհում 32-րդն ենք։ Դու հարցրու ասա, Գևորգ, ֆիկտիվ։ Բա որ այդքան լավ է։ Մեր տնտեսության ցուցանիշները, համաշխարհային բանկը տենց արձանագրել է, սաղ լավ են, դաժե լավ երկրներից է, լավից էլ լավ։ Բայց երկրում ներդրումներ ինչի տեղի չեն ունենում։ Բայց լավ երկրների են, վատ երկրներից, Հայաստան, օտար երկրի ներդրումներ, ինչի չեն ելնում։ Աշխարհում հայտնի վերազգային կորպորացիաները Հայաստանում ներդրումներ ինչի չեն անում։ Ընդհակառակը Հայաստանից ինչի կա կապիտալի արտահոսք։ Աշխարհում այդ որ երկրում է, հələ մի հատ հարցրու էլի սրան Պետրոս։ Աս աշխարհում էլ այտենց երկիր կա, որ վարչապետը կառավարության նիստում ասի կգնաք այդ խանութների ցանցը կփակեք, որովհետև իրանք ասում են մենք զեղչ կարանք անենք, էժան կարանք։ Ասում է կեթա կփակեք, չգիտեմ մի ձև կթեք, փակեք։ Ու այդ իր ասելու հաջորդ օրը քնչական կոմիտեն գնում է 2024 թվի եսիմ ինչ-որ մի հատ գործով այդ խանութների ցանցը փակում է։ Հետո պարզում են, որ իրանք Աննա Հակոբյանի ճաշկերույթի մասնակից են էլ բացվում է։ Աշխարհում այտենց երկիր էլի կա։ Աշխարհում չկա այտենց երկիր Պետրոս։ Ուղղակի չկա այտենց երկիր, որ վարչապետը կանգնի ասի։ Կետակ այդ բիզնեսը հետ ձեռից կառնեք, այդան
ձեռից առնեն, գործարին տանեն, բանտարկեն, մի արտահայտության համար, այդ բիզնեսը խլել մարդու ձեռ, այդ աշխարհում ուրիշ ոչ մի երկրում չկա։ Աշխարհում համաշխարհային բանկը արձանագրում է պետք, որ աշխարհում չկա մի դեպք, որ վարչապետի օգնականը քննչական մարմինների միջոցով ստանա բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ գործարարի վերաբերյալ։ Ու հետո ոչ թե վարչապետի օգնականին պատասխանատվության ենթարկեն, այլ նշանակեն դատախազ։ Այդտեղ երկիր աշխարհում չկա։ Դա մար է բիզնեսի միջավայրը Հայաստանում այնքան լավ, որ Հայաստանը ոչ մեկ բիզնես չան։ Մարզ մենակ իրաց օլիգարխներն են, որոնց իրենք տալիս են արտոնություն։ Իմացար պետուս, աշխարհում երկիր կա։ Աշխարհում երկիր կա, դիմակներով մտնում են բիզնեսները, ստուգում են, արծներով, արգրավում են ամեն ինչ, տանում են, ու տենց էլ ոչ մի բան չի բացահայտում։ Բայց մնացած բոլոր բիզնեսները տենում են, որ երբ ուզեն կգան իրաց բիզնեսները, կմտնեն, կստուգեն։ Աշխարհում երկիր կա։ Բա, Պետրոս, ցավոք սրտի դա մեր երկիրն է։ Ու սրանք էլ այդ երկրի ղեկավարներն են, դու էլ այդ երկրի Պետրոսն ես, Պյոտր Վելիկին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է, կհանդիպենք ցտեսություն։